Վերջին մի քանի տարվա ընթացքում 8 անգամ նվազել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը, մինչդեռ այլ երկրներում դատապարտվածների 60-70%-ը պատիժն ամբողջությամբ չի կրում։ Այդքան տոկոս մարդիկ հաստատ որևիցե ձևով չեն խանգարի հետագա հասարակության իրենց պատժի կրաշափով արդեն պատժվել են։ Արդարադատության նախարարությունը ոլորտի փորձագետների հետ դեռ մշակում է համապատասխան հայեցակարգը, որով պարտադիր կլինի համապատասխան հանձնաժողովի բացատրությունը։ Ներկայումս դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվելու համար պետք է ստանա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և 2 վարչական և անկախ հանձնաժողովների դրական եզրակացությունը։ Փաստացի լուծարելու ենք վարչական հանձնաժողովը, գործառույթ ենք տարում քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացնելու գործ այդ անկախ հանձնաժողովի նիստին։ Եթե վարչական հանձնաժողովները լուծարվեն, ապա անկախ հանձնաժողովներին դիմումների քանակը կտրուկ կավելանա։ Ֆիզիկապես ժամանակ չկա։ Այսինքն ես ինչպես հասարակական կարգով այդտեղ ներգրաված անձ, ես չեմ կարող, ես աշխատանք ունեմ։ Այսինքն այդ դեպքում պետք է ունենանք պրոֆեսիոնալ հանձնաժողով։ Պրոֆեսիոնալ ասում նկատի ունեմ աշխատավարձով աշխատող հանձնաժողով։ Էներից է, այդ պահին արդեն այդ մարդը կախվածության մեջ մտավ իրեն վճարողից։ Նոր հայեցակարգով սահմանվել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հստակ չափանիշներ, որոնք վերաբերում են դատապարտյալների վարքագծին, մասնավորապես տուժերի կամ խրախուսանքների առկայությանը, կրթական մշակութային միջոցառումներին մասնակցությանը։ Չափանիշներից մեկն էլ անձի այսպես կոչված քրեականությունից ազատ լինելն է։ Ցանկացած մեկը դատապարտվում է, գնում են դեռ քրեականության համալսարան են ավարտում, դուրս են գալիս։ Եվ օր առաջ այդ մարդկանց տեղից հանելը կփրկի իրենց։ Հայեցակարգը գտնվում է ավարտական քննարկումների փուլում, ակնկալվում է, որ առաջիկա 1 ամսում այն կներկայացվի կառավարությանը։